ձեզ սիրելի եղբայրներ, քույրեր, սրտանց ասենք փառք մեր Տեր Աստծուն։ Թող Աստված այսօր կպնի մեզ բոլորիս իր Սուրբ Հոգով, որովհետև եթե Սուրբ Հոգին չգործի, մեր իզուր գալը, գնալը, աղոթելը լրիվ անիմաստ կլինի։ Եղբայրներ, քույրեր, ես այսօր ուզում եմ խոսել մի թեմայի շուրջ, որը կոչվում է թաքնված տկարություն, թաքնված տկարություն։ Մինչև այդ ես կուզեմ միտեղ կարդալ, որից հետո մի փոքր հետո նոր կանդրադառնանք դրան։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ Հովհաննես ավետարանի մեջ 16-րդ գլխում մենք կարդում ենք, որ Տեր Հիսուս ասեց 8 համարից, 7-ից կարդամ, որ ավելի պարզելի, բայց ես ճշմարիտ է կասեմ ձեզի, աղեք է ձեզի, եթե ես երթամ, քանզի ես եթե չերթամ, մխիթարիչը ձեզի չգար, ապա եթե երթամ, զանիկա ձեզի կղրկեմ։ Եվ ինքը երբ գա աշխարհը պիտի հանդիման է մեղքի համար եւ արդարության համար ու դատաստանի համար, մեղքի համար, որ ինձ չեն հավատար, արդարության համար, որ ես իմ հորս քով կերթամ, եւ ալ զիշ չեք տեսներ, դատաստանի համար, որ այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Ձեզի տակամին շատ բաներ ունեմ ասելու, բայց հիմա չեն կրնալ տանել։ Իսկ երբ ինքը ճշմարության հոգին գա, ամեն ճշմարության պիտի առաջնորդի ձեզի, բացի ոչ թե ինքն իր պիտի խոսի, ապա ինչ որ լսեց, այն պիտի խոսի ու գալիքները ձեզի պատմել։ Այս հատվածը մեկնությունների կարիք ունի եղբայրներ, քույրեր, եւ ես կաշխատեմ կամաց այնպես անել, որ այս հատվածի մեկնությունները մեզ բոլորիս հասկանալ լինի։ Հիմա այստեղ ես ուզում եմ կանգ առնենք հենց 8-րդ խոսքի վրա, ասում եմ, երբ ինքը գա, աշխարհը պիտի հանդիման է մեղքի համար եւ արդարության մեղքի համար 9-րդ համարը, որ ինձի չեն հավատար։ Մեղքի համար, որ ինձի չեն հավատար։ Եթե օրինակ որևէ մի մարդու հարցնես, թե ինչ բան է մեղքը, կասի թե մեղքը ծխել, խմել, հայհոյել, շնություն անել, գողություն անել, տարբեր բաներ կասի։ Բայց երբեք չի ասի, որ մեղքը նա է, որ մենք Հիսուսին չենք հավատում։ Բայց Հիսուսը ասեց, որ աշխարհին պիտի հանդիմանի Սուրբ Հոգին նրա համար, որ ինձ չեն հավատում։ Ուրեմն, այսինքն բուն մեղքը Հիսուսին չհավատալն է։ Հիմա մենք փորձենք եղբայրներ, քույրեր, Աբրահամի օրինակով փորձենք տեսնենք, թե ինչ է դա նշանակում։ Օրինակ տեսեք, երբ որ մենք նայում ենք Ծննդոց 12-րդ գլուխը, Ծննդոց 12-րդ գլուխը մենք տեսնում ենք, որ այստեղ Աստված կանչեց Աբրահամին։ 12-րդ գլխի սկզբից կարդում ենք. Եվ Տերը ասավ Աբրահամին, քու երկրի հետ եւ քու ազգականների հետ ու քու բոլոր որը տունեն գնան երկիրը, որ ես քեզի պիտի ցուցնեմ, եւ քեզ պիտի մեծ ազգ պիտի նեմ, ու քեզ պիտի օրհնեմ եւ քու անունդ պիտի բեցնեմ, ու դու օրհնյալ պիտի լաս, քեզ օրհնողները պիտի օրհնեմ ու քեզ անիծողները պիտի անիծեմ, ու երկրի բոլոր ազգերը քեզնով պիտի օրհնվին։ Եվ Աբրահամ գնաց, ինչպես Տերը անոր ասել էր։ Ղով տալ անոր հետ գնաց, ու Աբրահամ 75 տարեկան էր եւ խառանը եղավ։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Աստված ասեց Աբրահամին, վեր կաց քո հորը տնից եւ արի այնտեղ, որ ես քեզ պիտի ցույց տամ, եւ քեզ անիծողները պիտի անիծեմ, եւ քեզ օրհնողները պիտի անիծեմ։ Եվ գրված է, որ եւ Տերը Աբրահամը արեց այնպես, ինչպես Տերը իրան ասեց, վեր կացավ, գնաց, բայց Ղովն էլ նրա հետ գնաց։ Այստեղ տեսնում ենք, մի կողմից տեսնում ենք Աբրահամի հավատքը, որ Աբրահամը հավատաց Աստծուն, ինքը չնայեց, թե ուր է գնում, չհասկացավ, թե ուր է գնում, եւ ինչ արեց։ Եվ ասենք լսելով Աստծուն, հավատաց եւ գնաց Աստծո ետևից։ Իհարկե, այդ Քանանի երկիրը, որ Աստված նրան տանում էր, նա չգիտեր, ոչ քարտեզ կար, ոչ բան կար, որ գնար, բայց Աստծո ներկայությունն էր նրան առաջնորդում ու տանում էր։ Եվ հիմա մենք տեսնում ենք եղբայրներ, քույրեր, երբ որ գնաց այդ երկիրը,
7-րդ համարից կարդում ենք. «Եվ Տերը երևցավ Աբրամին ասավ. քո սերունդիդ տամ այս երկիրը, եւ հոն սեղան շինեց Տիրոջը, որ իրեն երևցավ։ Եվ անկետ դեպի Բեթելի արևելյան կողմը եղող լեռը չվեց, ու իր վրանը բացավ Բեթելի արևելյան կողմը։ Գային, եւ հոն Տիրոջը սեղան շինեց ու Տիրոջ անունը կանչեց, եւ Աբրամ միշտ դեպի հարավ կչվեր։ Եվ այն երկրի մեջ սով եղավ, եւ Աբրամ Եգիպտոս իջավ, հոն բանդախտանալու համար, մանսյան երկրի մեջ սովը սաստիկ էր։ Ինչպես տեսնում ենք, եղբայրներ քուրեր, Աստված Աբրամին ասել էր, քեզ պիտի տանեմ այն երկիրը, որ կոչվում էր Քանանի երկիր, եւ մենք տեսնում ենք, որ երկրի մեջ սով եղավ, սովը սաստկացավ։ Եվ Աբրամը միշտ դեպի հարավ էր չվում, այսինքն դեպի Եգիպտոս էր չվում, դեպի Եգիպտոս էր գնում, բայց ինչի էր Եգիպտոս գնում, որովհետեւ մի կողմից Աստված Աբրամը հավատաց Աստծուն եկավ նրա ետևից, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ սով եղավ եւ Աբրամը արդեն այդ կասկածեց, որ արդյոք ինքը այս սովի մեջ կարող է ապրել, դիմանալ։ Եվ ասեց գնա մարդկորեն մտածեց, գնա միտեղ, որտեղ եւ սովի հարցերը կլուծեմ։ Եվ իջավ Եգիպտոս եւ տեսնում ենք ինքը փորձեց մի խնդրեմը լուծել, բայց ավելի մեծ խնդրեմի մեջ ընկավ։ Այսպես երբ որ մենք մարդկորեն ուզում ենք մի խնդրեմ լուծենք, մեզ թվում է թե լուծեցինք, բայց դրանից հետո մենք ընկնում ենք ավելի մեծ խնդրեմի մեջ։ Եվ տեսնում ենք, որ Եգիպտոսի փարավոն թագավորը տեսավ իր կնոջը եւ գեղեցկությունը տեսավ, գովեցին թագավորի առաջ եւ Աբրամի կնոջը վերցրեց թագավորը Սարային։ Եվ մենք տեսնում ենք, որ նույնիսկ փարավոնը Աբրամին բարիք հարավացმა, ոչխարներ, արջարներ տվեց։ Եվ գիշերը փարավոնին երազի մեջ երևաց եւ այդ ժամանակ մեծ հարվածներով, ետերը մեծ հարվածներով զանիկա զարկավ փարավոնը ու անոր տունը Աբրամի կնոջ Սարայի համար։ Եվ Աբրամը կանչեց, փարավոնը կանչեց Աբրամին եւ ասեց. «Ինչ արեցիր իմ գլուխը։ Ինչու ինձ չհայտնեցիր, թե անիկա քուկինտ է։ Ինչու համար ասիկա քուրիս էսիր եւ միշտ մնաց, քիչ մնար որ զանիկայինցի պիտի առնեի, բայց հիմա ահա կինը տարու գնա»։ Եվ փարավոն իր մարդոցը պատվիրեց անոր համար ու զանիկա իր կնոջմով ու իր բոլոր ստացվածքով գրկեցին։ Այստեղ մենք տեսնում ենք սիրելի եղբայրներ քուրեր, մի կողմից տեսնում ենք, որ Աբրահամը հավատաց Աստծուն, հավատաց եկավ Աստծո խոսքով շարժվեց դեպի այն տեղը, որ Աստված իրան կանչում էր, բայց մյուս կողմից կասկած ընկավ Աբրահամի մեջ, որպես ծով եղավ, արդյոք Աստված կպահի ինձ այս ծովի մեջ։ Այսինքն հավատաց, բայց միևնույն ժամանակ սկսեց կասկածել, այսինքն սա մարդկային պահն էր արդեն։ Ու մենք տեսնում ենք եղբայրներ քուրեր, հետաքրքիր է այստեղ առաջի քայլը, որ Աստված, որ Աբրահամը հավատաց, նա էր որ տնից դուրս եկավ, գնաց այն երկիրը։ Հիմա երկրորդ քայլը տեսնենք Աբրահամի հավատքի քայլը որն էր։ Իհարկե մենք ելի շատ հավատքի քայլեր կա, բայց շատ հետաքրքիր է Ծննդոց 15-րդ գլխում։ 15-րդ գլխում մենք կարդում ենք, որ երբ որ Աբրահամի տեսիլքի մեջ Տերը երևցավ Աբրահամի հետ եւ խոսած ասեց. «Մի վախենար Աբրահամ, ես քո համար վահան եմ»։ Եվ ասեց. «Դու ինձ ինչ պիտի տաս, որ հիմա իմ տան բանը վերակացուն ես Դամասկոսի Եղազարն է»։ Եվ Տերը ասում է 5-րդ խոսքում կարդում ենք Ծննդոց 15-5. «Եվ դուրս անեց զանիկա ու սա հիմա դեպի երկինքն է ու ասկերը համրե, եթե զանոնք համրելու կարող ես, եւ սա անոր քու սերունդս ասպես պիտի լա»։ Եվ անիկա հավատաց Տերոջը, որ անոր արդարություն նլալ սեպեց։ Ինչպես տեսնում եք, եղբայրներ քույր, այստեղ երկու պահ։ Առաջի պահը, որ Աստված կանչեց Աբրահամին, Աբրահամը հավատաց եկավ Աստծո խոսքով շարժվեց դեպի ուր Աստված ասել էր։ Հիմա այստեղ երկրորդ պահն ենք նայում։ Գրված է, որ եւ Աբրահամը հավատաց Աստծուն եւ այդ հավատքը նրան արդարություն նլալ սեպեց։ Մինչև այդ չէր հավատում Աստծուն, հետարքիր Աբրահամը։ Հավատում էր Աստծուն, բայց ինչ կար Աբրահամի մեջ։ Բայց Աբրահամի մեջ կասկած կար, եղբայրներ քույրեր։ Մենք շատերս հավատում ենք Աստծուն, բայց Աստծո խոսքի մեջ շատ անգամ կասկածներ ենք ունենում, արդյոք դա այդպես է թե ոչ։ Հիմա մենք տեսնենք շարունակությունը, եղբայրներ քույրեր։ Մենք հետո տեսնում ենք, որ
իհարկե սա մի քիչ չեմ ուզում եմ կարճ ասեմ, Ծննդոց 20-րդ գլուխը գանք արդեն։ Ծննդոց 20-րդ գլխում, տեսեք, Աբրահամը նույն փորձությունն ունեցավ։ Եվ կարդում ենք այստեղ, որ Ծննդոց 28:13-ում, երբ որ Աբրահամը եկավ, երբ որ Կադեսի երկիրը եւ այնտեղ Գերարայի թագավորի Աբիմելեքի մոտ եկավ։ Եվ Աստված եկավ Աբիմելեքի գիշերը իրազի մեջ ուսավ անոր. ահա այդ կնոջ համար զոր դուն առիր, պիտի մեռնես։ Աբիմելեքը վերցրել էր նորից Սարային իր մոտ եւ Տերը երևաց եւ ասեց դու պիտի մեռնես, բայց Աբիմելեքը անոր մոտեցած չէր, ասավ. ով Տեր, արդար ազգալ պիտի մեռցնես, ինձ իմ քուրիսը չսավ, ես ալանեկա իմ եղբայրս եւ ասավ. այս բանը ուղիղ սրտով մաքուր ձեռքով էլի։ Աստված անոր ասավ իրազի մեջ. ես էլ գիտեմ այդ բանը, նաեւ քեզի ինձ դեմ մեղ գործելուց պահեցի։ Հիմա տեսեք եղբայրներ քուրեր, այստեղ երբ որ մենք գալիս հասնում ենք 8-րդ գլխի, այս 20-րդ գլխի 8-13 համարը կարդամ։ Ուրեմն ուստի առավոտյան կանող ելավ Աբիմելեք ու կանչեց իր բոլոր ծառաները եւ բոլոր այն բաները, անոնց պատմեց եւ այդ մարդիկը շատ վախցան։ Եվ Աբիմելեք կանչեց Աբրահամ ու Սավանոր. մեզի ինչ էր ու ես քեզի ինչ հանցան կրի, որին վրաս ու թակարությանը դրա մեծ մեղք մերիր, չգործվելու գործեր գործեցիր ինձի։ Եվ Աբիմելեքը ասավ Աբրահամին. ինչ տեսա որ այս բանը ըրիր։ Եվ Աբրահամը ասավ. ես կարծեցի, որ իրավցնա այստեղ Աստծո բախը չկա, ու կնոջս համար զիսկ կմերցնեն։ Եվ տակավին իրավցնեմ քուրիսը եւ հորս աղջիկն է, բայց մորս աղջիկը չլալով իմ կինս եղավ։ Եվ այս 13 համարը տեսեք, ինչ ասում։ Երբ Աստված զիս իմ հորս տունեն օտարության հանեց, ասի ատոր, այսինքն Սարային ասեցի. ինձի ընելու շնորհքդ այս լա, ուր որ երթալու լանք, խոն ինձի համար ասես թե իմ եղբայրս է։ Ուրեմն այս պայմանավորվածությունը երբանից է ունեցել Աբրահամը։ Ոչ թե այն ժամանակը մտածել այդպես, այլ դեռ հորս տնից դուրս գալուց նորից կարդամ, որ բան լինենք, ավելի վստահ։ Ու երբ Աստված 13 համարը զիս իմ հորս տունեն օտարության հանեց, ասի ատոր, ինձի ընելու շնորհքդ ասի ատոր, ասի Սարային ասեցի։ Շնորհքդ այս լա, ուր որ երթալու լանք, խոն ինձի համար ասես թե եղբայրս է։ Եվ Աբիմելեք ոշխաներ ու արջաներ ու ծառաներ ու աղջիկներ առավ եւ Արաբին տվավ ու անոր կինը Սարանալ անոր ետ տվավ։ Եվ Աբիմելեքը ասավ ահա իմ երկիրս քո առջև է, ուր որ կուզես գնա։ Սարայի ասավ ահա եղբորդ 1000 կտոր արծաթ տվի, ահա ինքեզի աչքերու ծածկոցը լա, բոլոր քեզի հետ եղողներուն առջև։ Այսպես անիկա հանդիմանեցավ եւ Աբրահամ աղոտ կրավ Աստծո եւ Աստված բժշկեց Աբիմելեքը անոր կինը եւ անոր աղջիկները ու կծնանային։ Հետաքրքիր է եղբայրներ քուրեր, այստեղ մենք տեսնում ենք հենց Աբրահամի սկզբնական բանը, որ պայմանավորվածությունը Սարայի հետ մտածում էր, այո, հավատաց գնաց, բայց մտածեց որ բավար հանկարծ այն չլինի ինչ որ պետք է ասեմ, բավար հանկարծ կնոջս վերցնեն, բավար հանկարծ դրա համար ինձ սպանեն։ Մարդկային մտքերը ինչ արեցին Աբրահամին։ Ստիպեցին, որ Աբրահամը սուտ խոսի։ Եվ այդ Աբրահամի թաքնված այդ տկարությունը, որ ի սկզբանե կար, բացահայտվեց այդ ժամանակ։ Հիմա հարց. պատահական էր արդյոք Աբրահամի սուտ խոսելը։ Պատահական սուտ խոսեց այդ Աբիմելեքին եւ հետո Փարավոնին։ Պատասխանը դա է, որ ոչ, պատահական չէր։ Դա ծրագրավորված էր այն օրվանից, որ նա սկսեց գնալ դեպի Աստված։ Այդ օրվանից հենց սկզբից 12-րդ գլխից հենց սկզբից էր ծրագրավորված։ Կարդում ենք Ծննդոց 20:13-ում, որ կարդացինք եւ Աստված զիս իմ հորս տունեն օտարության հանեց, ես ատորսի որ քեզի ինձի լալու շնորհքը տեսելի, որ ինձի համար ասես իմ քուրիսը եղբայրը։ Այս ծածուկ թուլությունը պահպանվեց նույնիսկ թլպատությունից հետո, երբ որ Աբրահամը հավատալուց հետո Ծննդոց 15:6, դրանից հետո թլպատվեց եւ թլպատությունից հետո նորից պահպանվեց այս թուլությունը։ Եղբայրներ քույր, սկզբունքորեն մեզանից շատերը այսօր էլ այսպիսին են։ Մենք ուրեմն ինչ ենք անում, մի կողմից մենք գնում ենք դեպի Տիրոջը, եկեղեցու մեջ, մյուս կողմից մենք ունենք մեր պահեստային տարբերակը։
նորից եմ կրկնում, մի կողմից մենք ուզում ենք գնալ դեպի Աստծուն, բայց մյուս կողմից մենք մեզ համար պահեստային տարբերակներ ունենք։ Այսինքն, եթե ինչ-որ բան պատահի, ապա մենք գիտենք, թե ինչ պետք է անենք։ Աստծուն հետ տևելու մեջ մենք չպետք է ունենանք պահեստային տարբերակ, այլ բացարձականորեն պետք է հետևենք նրան, թողնելով կին, հայր, մայր, քույր, եղբայր եւ այլն։ Օրինակ, եղբայրներ քույրեր, երբ որ մենք ունենանք պահեստային տարբերակ, այսինքն Աստծուն հետևելու մեջ, բայց նայենք ասենք, եթե չստացվի մենք ինչ կանենք մարդկային, այդ դեպքում եղբայրն մի օր դա կբացահայտվի, օրինակի համար մի օրինակ ասեմ, օրինակ շատ երիտասարդ քույրերի համար որն է պահեստային տարբերակը։ Մտածում են հիմա, լավ, գնացի եկեղեցի, ջրով մկրտվեցի, ապաշխարեցի, բա որ հանկարծ իմ ամուսնությունը չստացվի, ինչ անեմ։ Մտածում են նախորոք պահեստային տարբերակ։ Եթե հոգևոր չի ստացվում, իհարկե մենք մտածում ենք, որ մի բան պիտի անենք, եթե ոչ չի ստացվի։ Երբ որ մենք հարց ենք տալիս, ինչ ենք մենք անում, երբ մեր հավատքը չի տալիս մեր սպասվածը։ Մեր հավատքով մենք մեր սպասվածին չենք առնում։ Բնական է, մենք օգտվում ենք պահեստային տարբերակից։ Բայց ոմանք կարող է օգտվեն, բայց ոմանք էլ կարող է չօգտվեն։ Եթե մենք օգտվում ենք, ապա ուշ թե շուտ մեր ներքին ծածուկ պահեստային տարբերակը ի հայտ կլինի, կբացահայտվի եւ մենք ամոթով կմնանք։ Ծննդոց 20-րդ գլխի մեջ 3-ից 7 համարներում նորից կարդամ։ Եվ Աստված եկավ Աբիմելեքի գիշեր իր ազնի մեջ ուսավ անոր, այդ կնոջ համար, որ զոր դուն արի, պիտի մեռնես, քանզի անիկա ունի։ Եվ ուրեմն կարճ եմ կարդում, եւ ասա, ես էլ իմ ասա, անիկային եղբայրս է, ասմանին ինձ ասեցի իմ եղբայրն է, ես մաքուր սրտով արի, Տերն էլ ասա, ես էլ իմացա։ Հիմա տեսեք, բայց հիմա ասма իր երկանը դարձուր, եւ աղոտ թողնի, Աբրահամը քո համար աղոտ քնի, որովհետեւ նա մարգարե է, Աստծո վարվելակերպը տեսեք ինչպես է, եթե մենք լեինք Աստծո փոխարեն, ու Աբրահամը ասես բաներ աներ, մենք ինչ կասեինք եղբայրներ քուրեր, Աբրահամին վրաց եկեղեցուց կտրեին, կամ չգիտեմ ինչ կանեին, չէ, բայց Տերը ասում է, նա իմ մարգարեն է, գնա որ Աբրահամը քո համար աղոտ կանի, որպես բժշկվես։ Հիմա տեսեք այստեղ հարցը ինչումն է։ Ուրեմն այստեղ մենք տեսնում ենք եղբայրներ քուրեր, որ Աբրահամի հավատքը այստեղ պարտություն կրեց, բայց Աստված նորից պահեց Աբրահամին իր աստվածային հոգատարությունը ցուցաբերելով։ Ծննդոց 20-ում մենք տեսնում ենք, որ Աստված երևաց ոչ թե Աբրահամին, այլ Աբիմելեքին երևաց։ Երազի մեջ Աբիմելեքին երևաց։ Եվ ասեց, որ Աբրահամը մարգարե է։ Ծննդոց 27-ը նորից կարդամ այդտեղը, բայց հիմա իր կինը իր երկանը դարձուր, քանզի անիկա մարգարե է եւ քեզի համար աղոտ թողնե, որ ապրես, եւ եթե դուն անիկա ետ չտաս, գիտիր, որ անշուշտ պիտի մեռնես դուն եւ քո ամեն քուկիններդ։ Կարելի է մտածել, որ Աբիմելեքը գտնվեց, այսպես ասած, շոկի մեջ, շոկ ապրեց Աբիմելեքը։ Երբ որ Աստված ասեց, որ դու պիտի տաս Սարային, հետ տաս Սարային, ու որ Աբրահամին եւ Աբրահամը քո համար պիտի աղոտ կանի։ Թեկուզ Աբրահամը չէր գտնվում Աստծո ներկայության մեջ, բայց Աստված բոլոր դեպքերում պահեց Աբրահամին։ Իհարկե, դեպքում պարզ Աբրահամի տկարություն եղած, Աստծո ներկայության մեջ չէր գտնվում այդ ժամանակ։ Եթե գտնվեր Աստծո ներկայության մեջ, այդպես չէր վարվի։ Եվ կարդում ենք, որ Աբիմելեքը տվեց ոչխարներ եւ բաներ տվեց։ Ծննդոց ուրեմն 20-րդ գլխի 14-ից 16 համարում եւ Աբիմելեք ոչխարներ, արջարներ, ծառաներ ու աղախիններ առավ եւ Աբրահամին տվավ։ Անոր կինը Սարանալ անոր ետ տվավ։ Եվ Աբիմելեք ասավ, այ իմ երկրից քո արչեւ թե ուր որ կուզես բնակե։ Եվ Սարայի ասավ, ահա եղբորոդ 1000 կտոր արծաթ տվի, ահա քեզի աշկերու ծածկոցը լա։ Բոլոր քեզի հետ եղողներուն արչեւ եւ ամենուն, այսպես անիկա հանդիմանվեցավ։ Հիմա տեսեք, եղբայրներ, շատ հետաքրքիր է այստեղ, շատ կարևոր մի բան է։
Եվ ուրեմն այստեղ մենք տեսնում ենք, որ Աբրահամը վերցրեց այդ բանը, ինչ որ Աբիմելիքը տվեց, արծաթ տվեց, ասում է աշխերի ծածկոցը լա, 1000 կտոր արծաթ եւ այլն, ոչխարներ եւ այլն։ Հետաքրքիր է, երբ որ մենք տեսնում ենք, այստեղ Աբրահամը վերցրեց այդ Աբիմելիքի տված նվերները, բայց երբ որ հետ գնանք Ծննդոց 14-րդ գլխում, երբ որ Աբրահամը Սոդոմի Գոմոր թագավորին հաղթանակ տարավ եւ Ղովտին հետ բերեց, երբ որ Ղովտին բան էին արել, տարել էին։ Այդ ժամանակ մենք տեսնում ենք եղբայրներ քուրեր, որ պարտության մատնեց եւ ազատեց Ծննդոց 14-րդ գլխում։ Մենք տեսնում ենք, որ 14-րդ գլխի 21 համարում կարդում ենք. եւ Սոդոմի թագավորը սավ Աբրահամին, մարդիկը ինձի դուր ու բարիքը դուր քեզի առ։ Այսինքն Աբրահամին առաջարկեց, որ նորից Աբրահամին բան տա, շոր նվերներ տա, մարդիկը ինձի դուր ու բարիքը դուր քեզի առ։ Եվ Աբրահամը սա Սոդոմի թագավորին, երկնքի ու երկրի Տերը եղող բարձրյալ Տեր Աստծո վերցուցի իմ ձեռքս, որ դերցանեմ ինչև կոշիկի կա, բանը չեմ առնել, ինչ որ քուկտ է, որ չլաթես Աբրահամը ես հարստացուցի սեզ, բացի տղակներու կերակուրեր ու ինձի հետ եղող մարդոց, այսինքն աների ու ես կողի մանրեի բաժիներուն թող անոնք իրենց աժին։ Այսինքն Տերը ինչ ասեց Աբրահամը, ուրեմն Սոդոմի թագավորին, երկնքի երկրի Տերը եղող բարձրյալ Տեր Աստվածը իմ ձեռքերս վերցուցի նրան, եւ ասում է մի եւ Աբրահամը սա Սոդոմի թագավորին, երկնքի երկրի Տերը եղող բարձրյալ Տեր Աստծո վերցուցի իմ ձեռքերս, որ դերցանեմ ինչև կոշիկի կապը բանը չեմ առներ, չեմ ուզում։ Ուրեմն բացի նրանից, որ իմ զորքը կերել է, այսինքն ոչինչ չվերցրեց եղբայրներ քուրեր, հարց առաջանում, ինչի համար Աբիմելեքի տվածը վերցրեց, բայց այստեղ մենք տեսնում ենք, որ նա չվերցրեց։ Ինչն էր պատճառը, եղբայրներ քուրեր։ Պատճառը կայանում է սրանում, որ Աբրահամը այդ ժամանակ տկարության մեջ էր, Աստծո ներկայության մեջ չէր։ Իսկ երբ որ Աբրահամը գնաց պատերազմի, բայց պատերազմում հաղթեց եւ Ղոտին հետ բերեց, այդ ժամանակ Աստծո ներկայությունը կար Աբրահամի մոտ։ Ուրեմն դրա համար սիրելի եղբայրներ քուրեր, շատ կարևոր է, որ մենք սա հասկանանք։ Ուրեմն Աբրահամը երբ որ այս նվերները վերցրեց եւ չվերցրեց, դրանց մեջ տարբերությունը կայանում է նրանում, որ տեսեք ասենք, հետաքրքիր է, որ երբ որ Աբիմելեքի ժամանակ վերցրեց, Աբրահամը վերցրեց նվերը, Սարայի առջև վերցրեց այդ նվերները, նա ուրախ չէր այդ նվերների համար, եւ նա պետք էր, որ ամաչեր Սարայից ամաչեր, կնոջը տարել Աբիմելեքի իր մոտ, հետո դրա համար նվեր է տալիս, սա տղամարդու համար խիստ ինչ է, անամոթ մի բան, ավելի լավ է մեռնի գեդինը մտնի, քան թե տես բանալի, չէ, կոպիտ ասած։ Աստված դաստիարակում էր Աբրահամին, եղբայրներ քուրեր։ Հիմա տեսեք, ուրեմն մենք այստեղ տեսնում ենք, որ Աբրահամը մի կողմից հավատաց Աստծուն, գնաց Աստծո կանչով, գնաց Քանանի երկիրը, բայց մյուս կողմից տեսնում ենք Աբրահամի տկարությունները, Աբրահամի կասկածները ենք տեսնում Աբրահամի կասկածները։ Մենք էլ եղբայրներ քուրեր, իհարկե Աստված մեզ կանչում է, բայց մենք եղբայրներ քուրեր, երբեմն մենք հավատում ենք Աստծուն, բայց հավատալու հետ միասին մենք ունենք կասկածներ, մենք լիովին չենք վստահում։ Դրա համար Տեր Հիսուս ասեց, մեղքի համար, որոնց չեն վստահել։ Օրինակ, երբ որ նայում ենք Նոյը հին ուխտի սուրբերը, նոր ուխտի սուրբերը, միշտ կասկածներ են ունեցել։ Եթե նայենք օրինակ այս բանավորը ասում չենք, բան Նոյի Ծննդոց 9-րդ գլխում, երբ որ Աստված Նոյին ազատեց, եղբայրներ քուրեր, Նոյը մտածում էր, բա որ հանկարծ մի հատ էլ երկու բաներ, ջրհեղեղել ինչ կլինի, եւ այդ ժամանակ Աստված Նոյի հետ ինչ արավ, ուխտ արավ, ծիածանի նշանը տվեց։ Գեդեոնի հետ, եղբայրներ քուրեր, թե ասում է, եթե ուրեմն բուրդի գզաթը թող թացը լի, իսկ դաշտը բանն լի, չորը լի, եւ երկրորդ անգամ էլի կասկածեց էլի բան։ Մենք տեսնում ենք, թե շատ օրինակներ կարող ենք բերել, թե հին ուխտի, եթե նոր ուխտի սուրբերի մեջ եղել են կասկածներ։ Բայց այդ կասկածները եղբայրներ քուրեր, կասկածը մեղք չի, եթե դա չի տանում Աստծուց հեռացման։ Բայց եթե դա տանում է Աստծուց հեռացնելու, դա մեղք է արդեն։ Իսկ եթե կասկածը քու կասկածում ես մի բանի վրա, եւ այդ կասկածը բժշկվում է, դու ավելի ես ինչ անում,
ավելի ես ամրապնդվում հավատքի մեջ։ Ուրեմն եղբայրներ քուրեր, հիմա Հիսուս ասեց, ինձ մեղքի համար որ չեն հավատում, օրինակ ինչին չեն հավատում։ Հիսուս ասում է, ես եմ կյանքը, ճանապարհը եւ ճշմարտությունը։ Բայց եթե դու հավատա, մարդու ուզած ինչ է։ Հիմա պատահական մի փողոցում մի հատ մարդու կանգնեցնենք ու ասենք, ասա, ինչ որ ուզում ես, քեզ եմ տալիս։ Ինչ է կարծում, ինչ կուզի։ Կասի փող եմ ուզում, փառք եմ ուզում, պաշտոն եմ ուզում, չէ, այդ բաները կուզի։ Բայց այդ ինչի համար է ուզում այդ բոլորը։ Փողը, փառքը եւ այլն։ Ուզում է որ ասում կյանք անեմ, չէ, կյանքի համար է ուզում։ Այսինքն թե անհավատի ուզածը, թե հավատացյալ ուզածը երկուսն էլ կյանքն է։ Բայց անհավատը այդ կյանքին հավատում է, որ փողը կյանք է, եւ միշտ դրավությամբ աշխատում։ Ամեն ինչ թողում է գնում է խոփ, բան չգիտեմ ինչեր անում, ամեն ինչ անում է, ասենք միլիոն ունի, 2 միլիոն ասարկում, 3 միլիոն, 4 միլիոն եւ այլն։ Այսինքն միշտ այդ ուղղությամբ աշխատում։ Բայց հավատացյալ այդպես չի, եղբայրներ քուրեր։ Հավատացյալի մոտ այս տկարությունը կա։ Այս թաքնված տկարությունը կա, եղբայրներ քուրեր։ Դրա համար մենք պետք է ինչ անենք, նախորոք այս թաքնված տկարությունից ազատվենք, որովհետև եղբայրներ քուրեր, Հիսուսի խոսքերն են սրանք. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ով որ ինձ հավատա, թեև մեռնի, պիտի ապրի։ Օրինակ Աստծո խոսքը մեզ ասում է, ուրեմն երկու ճանապարհ կա, չէ՞, կա նեղ ճանապարհ եւ լայն ճանապարհ։ Ասում է նեղ ճանապարհով գնացեք, որովհետեւ նեղ ճանապարհն է, որ տանում է ուր, տանում է դեպի կյանք, բայց լայն ճանապարհն է, որ տանում է դեպի կորուստ։ Որն է այդ նեղ ճանապարհը։ Այդ նեղ ճանապարհը Աստծո խոսքի ուղղված ճանապարհն է։ Մեր եսին հակառակ ճանապարհն է։ Այն ճանապարհն է, որ մեզ տանում Աստծո խոսքը։ Հիմա եղբայրներ քուրեր, եթե մենք այդ ամբողջովին հավատանք, տես կնի, բայց մենք երբեմն կասկածում ենք։ Կասկածում ենք, որովհետև Պաղեստային տարբերակ ենք անում, եթե հանկարծ ցեն չլի, բան ինչ անենք։ Եթե հանկարծ Աստծո ասածը չլինի, ինչ անեմ այդ դեպքում։ Ուրեմն ես չեմ ուզում, ժամանակը արդեն քիչ է մնացել, բայց այս թեման շատ կարևոր թեմա է, եղբայրներ քուրեր, որ մենք տեսնենք, ունենք մենք արդյոք մեր մեզում Պաղեստային տարբերակներ թե ոչ։ Եթե Պաղեստային տարբերակներ ունենք, մի օր այդ Պաղեստային տարբերակը կբացահայտվի ու դու ամոթով կմնաս։ Փառք տուր Աստծուն եւ Տիրոջ ասա, Տեր, քանի որ դու ես ասել, երկինքն ու երկիրը ստեղծող Աստված, այս ամենը քո ձեռքերի գործն է, ինչպես ես կասկածեմ քո ասածի վրա, ինչպես ես կասկածեմ իմ մարդկային խորհուրդները հավատամ, բայց քո ասածների վրա կասկածեմ։ Տեր, ամբողջությամբ ինձ հավատքով լցրու, որ ես ոչ մի դրամ չկասկածեմ քո խոսքի վրա եւ գնամ քո սրտի ճանապարհ